Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 18-ի համար։ Օրը կիրակի է, դրա համար գնայինք այս քարտերով, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 18-ին։ Մի քիչ ուշադիր եղեք, հնարավոր է վեճ, հնարավոր է նաև կտրուկ որևիցե պաշտոնի բարձրացում, կտրուկ հեղինակի ավելացում, այնպես որ սա ուշադրություն չի, սա հաջողություն է ձեզ համար, նոր դռներ կարող է բացվել հենց դրանով, որ դռները կտրուկ փոփոխություն լինի։ Ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք ընտանիքում ոչ է կտրուկ փոփոխություն տեղի կունենա։ Բայց նաև այստեղ կարող է հակառակն էլ լինել, հա, ինչ-որ մարդիկ կարող է կտրուկ ինչ-որ բանի դուռը փակեն, թե լինի դա կարիերայի, թե լինի ընտանիքի, հա, դրա համար ամեն մարդ գիտի ինքը ինչ է ուզում այս կյանքում։ Եվ ասա, եւ լավն է, եւ բանալին փակում է դուռը, եւ բանալին բացում է դուռը։ Բացի դա էլ սա եւ այնպես ան կտրուկ ոչ է մի բան լինում, հա, կտրուկ լավը, կտրուկ վատը։ Դրա համար ամեն մարդ այդ օրը, եթե զգում եք, որ դա վատին է տանում, ապա կարող եք այնպես անել, որ անցնի այդ պահը, որովհետև դա կարող է անսպասելի նաև անմտածված լինել։ Եվ ձեր շրջապատում կարող է լինել ոչ մի բան, որից հետո ինչ-որ կտրուկ փոփոխություն, թեկուզ հեղինակության հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 18-ին։ Ոչ է հեղինակավոր մարդու հետ կարող եք հանդիպել կամ հավելյալ ուժ կունենաք ինչ-որ մի գործ անելու համար, ինչ-որ մի բան անելու համար։ Նաև կարող են ձեզ ինչ-որ մարդիկ օգնել կամ դուք օգնեք, որ օգնեն դուք դիմեք, որ օգնեն։ Նաև դա կարող է լինել, եթե մեքենա եք վարում, ուղղակի ուշադիր եղեք պետավտոտեսիչների հետ կապված հարցերում։ Որոշ խոչընդոտներ կան, որոնք որ կհաղթահարեք այդ օրը, այսպես թե այնպես։ Բայց տեսնենք մոտավորապես ցույց է տալիս։ Կարող է փոփոխության հետ է կապված, կարող է այնտեղ հղիության, ծննդաբերության, բայց ամեն ինչ ամենայն դեպս ինքը նորմալ է, կարող է դե այնպեսի մի չնչին խնդիր է, չնչին հարցեր են, որ ամիջապես լուծվում է տեղում, դեպս ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի հետո անպայման։ Եվ կարող է տեղափոխության հետ է կապված, տեղափոխվում եք մեկ այլ տուն, մեկ այլ բնակարան, մեկ այլ ինչ-որ հասցե եւ դա մեքենա չկա, կիրակի է եւ այլն եւ այլն։ Ամենայն դեպս հետո ուրախ եք, այստեղ տրամադրությունը կբարձրանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 18-ին։ Հաջողություն։ Ինչ գործ անեք այդ օրը հաջողությամբ կավարտվի, կկայունանա որոշ ոլորտ, կապված է թե երևի ինչ կողմից այստեղ հաջողություն կլինի։ Նաև ոմանք կարող են գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, կարող են ընտանեկան տոն է, ընտանեկան առիթ է, գնում եք ձեր ծնողների տանն եք մնում, կամ թեկուզ գիշերը, համենայն դեպս, եթե թեկուզ առողջության այստեղ կայունացում կարող է լինել, եթե ոչ է խնդիրներ ունեիք առողջության հետ կապված։ Ամենայն դեպս այդ օրը ավելի լավ կզգաք ձեզ ամեն ձևով։ Նաև ոմանք կգնան ոչ գեղեցկության սրահ, հետևեք ձեր գեղեցկությանը, մասկ ներկեք, մասկը կտրեք, ինչ որ կապված է մեր գեղեցկության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին
մայիսի 18-ին։ Մանր-մունր կամ խնդիրներ են, կամ սա նաև կորուստ կարող է լինել, տեսնենք ինչ է։ Ինչ-որ մի բան է գնալու ձեզանից, բայց փոքր-մոքր բան է, խնդիրներ է, ինչ-որ կարող է դա ոմանց համար իրոք ինչ-որ մի բանի կորուստ է, ապրանքի օրինակ, մանր-մունր ծախսեր անեք, որը և ձեզ էլ, ինչ-որ ամենայն դեպս կորուստ է։ Անիմաստ կարող դատարկեք ձեր գրպանները, այդպես նաև կարող է լինել։ Դա նաև առողջությանն է վերաբերվում, առողջության կորուստ ևս ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այդ օրը հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է, խորամանկ անձնավորություն է, կամ խաբեբա, կամ իր հետ շփվելուց պետք է մի փոքր այդպես խորամանկ լինել, որ իրան հասնել, ինչ-որ մի ձևով, նույն դեպս ուշադիր եղեք։ Եվ ինչ-որ մեկի հետ շփում, խոսակցություն, նա որ ձեր մասին են բամբասում, նա որ ձեր կողքն են ինչ-որ մեկի մասին բամբասում, նաև ուղղակի շփում, խոսակցություն, նաև անհանգստություն սա կարող է լինել, որ մարդը այդպես ինչ-որ անհանգիստ, այս կողմ այն կողմա գնում, և լեզվակռիվ, դա ևս ուշադիր եղեք։ Կիրակի է ոնց որ բան չկանելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 18-ին։ Գումար կստանաք կամ գումար եք ծախսելու այդ օրը։ Նաև սա գումարային հաջողություն է, սա նաև ընդհանուր առմամբ ինքը հաջողություն է բերում։ Եվ որևիցե տղամարդու կարող եք հանդիպել, շփվել հետը, տեսնենք ով է։ Ինչ-որ մեկն է ու մասին, որ կարող է անհանգիստ եք, ուղղակի կարող է լարվում եք, կարող մտածում եք իր մասին ուրիշ ոչինչ, ոչ թե հանդիպելու եք, ոչ թե խոսելու, այլ ուղղակի ինչ-որ լարվածություն կա կամ ձեր մեջ ինչ-որ լարվածություն կա կամ ուղղակի անհանգիստ եք տվյալ անձնավորության համար։ Եվ շատ շփում այդ օրը կունենաք, շատ խոսակցություններ, նաև կարող է բամբասենք դա ձեր հասցեին, ոմանց համար է սա կարող է լեզվակռիվ լինել, որ իրար հետ վիճեք ինչ-որ հարցի շուրջ։ Կարող է այս տղամարդն է նաև, չի բացառվում, հետո անհանգստանում եք։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 18-ին։ Ոմանք ճանապարհներին կլինեն, ոմանք կարող են տեղափոխվել այսօնկո, տունն եք տեղափոխում, ինչ-որ ապրանքներ եք տեղափոխում, ինչ-որ առաքման ծառայությունով եք զբաղված և այլն, և ոմանք իրենց գործերը առաջ կմղեն, առաջ կտանեն իրենց բոլոր գործերը։ Նաև այդ օրը կամ դուք պետք է խորամանկ լինեք, կամ ինչ-որ մարդիկ կարող են լինել ձեր շրջապատում, ովքեր որ միգուցե հենց ասում են արի այսպես անենք, որ արագացնենք և այլն, բայց խաբեություն դա կարող է լինել, խորամանկություն ձեր հանդեպ ինչ-որ մի բան շահելու համար։ Եվ ինչ անեք հաջողությամբ կավարտվի, թեկուզ եթե փորձի ձեզ խաբել, արագ հասկանաք դա և այդ հարցին լուծում տաք, ամենայն դեպս ինչ էլ անեք այդ օրը, ձեզ հաջողություն է սպասվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին մայիսի 18-ին։ Ոմանք ընտրության առջև կարող են կանգնել, ոմանց ճանապարհները կարող են տարբեր ուղղությամբ գնալ ինչ-որ մեկի հետ։
Ունեն դեպս կամ այլ շատ լուրջ ընտրության առջև եք կանգնելու, կամ ուղղակի հենց այնպես ինչ-որ թեթև թռուցիկ մի բան է, որը որ այդ օրը թեկուզ մտածեք, որ բիժում կրեք։ Խոսեք այս մարդու հետ, թե ոչ, հա, եւ այլն։ Յուրաքանչյուր երկու տատանման ինչ-որ հարց։ Եվ այդ օրը ուշադիր եղեք, կարող եք հանդիպել պետավտոտեսուչների, կարող են նաև ինչ-որ մարդիկ ձեզ օգնել, թեկուզ այստեղ խորհուրդ տալ ձեզ, թե ինչպես անեք, ինչպես վարվեք։ Նաև հեղինակություն է դա հավելյալ ուժ է, որ այդ օրը կունենաք։ Նաև բավական ոգևորված կլինեք, այդ ուժը ձեզ ոնց որ ոգևորություն կտա, սա կանեք, նա կանեք, նա կանեք, հյուր կգնաք, հյուր կընդունեք, ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն ձեր տուն, կարող են այստեղ ուտելիքի ընտրություն է հասարակ, սա գնենք, սա պատվիրենք, թե նա պատվիրենք, թե գնանք վերցնենք եւ այլն։ Նաև նորություններ կլսեք շատ լավ եւ ճանապարհ էլ կարող եք գնալ։ Կարող ճանապարհի թեկուզ ընտրություն է այստեղ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 18-ին։ Շատ շփում այդ օրը, շատ խոսակցություններ, հնարավոր է նաև բամբասանքներ, հնարավոր է լեզվակռիվ, կարող ձեր շրջապատում են բամբասում, ձեզ այնց են բամբասում, ինչ-որ մեկ կողմ տեսնեք, կարող շատ խոսել իրար հետ, շփվել եւ այլն։ Նաև ճանապարհ կարող եք գնալ կամ տեղափոխություններ, առաքումներ եւ այլն, կամ դուք կամ ձեզ մոտ բերեն, նաեւ գործերը ձեր առաջ կմղեք այդ օրը, ինչ որ գործեր կարող արել եք, կիսատ է մնացել եւ հիմա առաջ եք մղում։ Եվ տեսնենք ով է այս աղջիկը։ Կամ այս աղջիկա մոտ է կտրուկ փոփոխություններ տեղի ունենալու, կամ դուք եք հանում այս աղջիկան ձեր կյանքից, կամ ինքը այնպես անում, որ ձեզ մոտ է կտրուկ փոփոխություններ տեղ ունենում, եթե կախված է տարբեր բաներից։ Հստակ չեմ կարող ասել լավն է թե վատ, որովհետև տարբեր մարդիկ են նայում, տարբեր կարիճներ կան, եւ ամեն մարդու մոտ մի ձև է, մեկը կարող է իր ընկերուն հրաժեշտ է ասել, այսում հետ եմ շփվում, վերջ, հա, կտրում եմ կապերը, մեկը կարող տղա է, այդ աղջիկը արդեն դուր չի գալիս իր հետ վարքագիծը դուր չի եւ այլն շատ բան կա, կտրում է կապը։ Եվ ինչ որ մի կտրուկ մի կարող որոշում է ձեզ ասում, այստեղ կտրուկ ինչ որ մի բան կա, լեզվակռվի մեջ եք մտնում, հետո ասում եք, ինչ ամեն անգամ փորձում են զուղել, փորձում է սա, հանում եք դուրս ձեր կյանքից, ինչ ասես կարող է լինել։ Կամ ինքը կտրուկ մտնում է ձեր կյանք։ Այդպես անսպասելի։ Մեկ էլ մի ինչ որ մեկին եք ծանոթանում եւ ոնց որ ասում է 8-ից ընկնի այդ աղջիկը։ Նոր տղամարդկանց համար կարող է սիրային առումով ընկնի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 18-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, սիրահարվածություն, սիրո խոստովանություն, դուք կանեք, ձեզ կանեն, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ես տեսնենք այս ինչ կորուստ է։ Որովիցե կին է, վստահությունը կարող եք կորցնել իր հանդեպ, այլևս չհավատաք, չվստահեք, ինչ ասում, ինչ անում, տեսակ ինչ որ մանր բան է կարող է գողանում է, ձեր շրջապատից է, ինչ որ բան է տանում ձեզանից, ընկնում է, ձեն չի հանում։ Այս կինը ձեզ համար մանր խնդիրներ է ստեղծում, կախված է ով է։ Մանր գործեր են, որոնք որ պետք է անեք, օրինակ այդ կնոջ հետ, բայց մի տեսակ ինքը հաճելի գործեր չեն։ Եվ փոփոխություն տեղի կունենա ձեզ մոտ, փոփոխությունը կարող է լինել տան տեղափոխություն, երկրի տեղափոխություն, քաղաքի, նաև ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, ինչ-որ մարդիկ հեռանան ձեզանից,
Դե գնան օրինակ օտար երկիր, նաև դե սիրելիները կարող վերադառնալ, դրա համար եկեք այստեղ շատ լավ։ Եվ նաև ոմանց մոտ սա հղիություն է կամ նաև ծննդաբերություն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 18-ին։ Ճանապարհ կարող եք գնալ։ Կամ երկար ճանապարհ է, կամ ուղղակի կարող եք անընդհատ այսօրին կողմ անել այդ օրը։ Եվ ինչ որ գործեր առաջ մղեք, նաև տեղափոխություն կատարեք տանից տուն, երկրից երկիր, այս ինչ որ միտեղ գնում եք, կանգնացնող ոչինչ չկա։ Ոմանք մաքրում են, հավաքում են իրանց հետևից գնում են, ոմանք էլ կարող եք վիճել այստեղ ինչ-որ մեկի հետ, բայց հետո ուրախ եք, կարող է վեճը ձեր սրտով, կայ վերջը ասում եք են ինչ-որ մտածում էիք, կամ կարող միշտ պահում էիք ձեր մեջ այդ օրը բարձրաձայնում եք, կամ գնում եք նոր կարող է տարածք եք գնել, նոր տուն եք գնել, վարձել եւ այլն, գնում եք այնտեղ մաքրում եք, հավաքում եք, կամ հենց ճանապարհի համար եք վիճում, որ չգնաք, ի վերջո կարող չեք գնում, դա համար ուրախ եք։ Նաեւ դե չգիտեմ էլ ինչ կարող է լինել դա, մի խոսքով թեկուզ սա կարող է երեկոյան է դա, տրամադրությունը բարձրանում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 18-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք, լավագույնը քարտերը փոխվեց, մեռան նույն բաները խոսալով, արդեն լեզուս էլ նույն բանը, արդեն չի ուզում խոսել։ Էմոցիոնալ կարող եք լինել, ոմանց համար հանդիպում մայրիկի հետ, մայրիկին հիշողություն, մայրիկի մասին նաև կարող է ինչ-որ մի կին է, չնայած ավելի շատ մայրն է սա, նաև ոմանք ռոմանտիկ հարաբերություններ կունենան, ռոմանտիկ ժամադրություն, գիշերը ուշ կքնեք, սա նաև ինչ-որ երազ կարող եք տեսնել, շատ կարևոր ձեզ համար։ Եվ ձեզ մոտ որից է ոլորտ կարող եք կայունանալ, ինչ-որ մի ոլորտ է և դրանից կարող է ինչ-որ բան եք նշում, կարող է ինչ-որ բան եք կազմակերպում, որ այդ ոլորտը ի վերջո ուղղվեց, այդ ոլորտը ի վերջո հիմա արդեն դրա մասին չեք մտածի։ Նաև կարող է էմոցիոնալ եք, որովհետև ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան առաջ չի գնում։ Դե սովորաբար դա ավելի շատ կայունության քարտն է, որ մարդը ոտերը, ամուր մխրճում է հողի մեջ եւ ինքը ավելի կայուն է, ավելի կամ ֆիքսված է ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի տեղ, ինչ-որ գործի տեղ, ինչ-որ հարաբերությունները զգում եք, որ ամուր է, ոնց որ մխրճել եք, հիմքն եք, ոչ թե հիմքն եք գցել, այլ ամուր արմատներ կան եւ անհնարին է դա ինչ-որ մի բան անել։ Դա նաեւ կարող է հենց այդ ամուր արմատներն է, որ բերում է օրինակ հարսանիքի կամ որոշում եք արդեն հարսանիքի օրը, նշանադրության օրը, ինչ-որ առիթ եք ուզում կազմակերպել, նաեւ ոչ է ավելի է հա կայուն գործերի ու հարաբերությունների հետ կապված։ Այստեղ կարող է դե հարաբերությունները մի քիչ ավելի են առաջ գնում, ինտիմ հարաբերություններ եւ այլն, եւ զգում եք, որ ինչ-որ բան ձեզ մոտ ավելի է կայունացել, ավելի է խորացել։ Եվ ոմանք այստեղ կարող է ելույթ են ունենում հասարակության առջև, սա նաեւ բարձրացում է հասարակության առջև, ոնց որ դեմքը ցույց տալ, երևալ, այդպես։ Եվ առիթ, իհարկե, առիթ, ոմանք առիթի կլինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 18-ին։
Այդ օրը կարող եք գնալ ոմանք ուզում էր դուրս գալ ոմանք այդ օրը կարող են գնալ գեղեցկության սրահ զբաղվել իրենց առողջությամբ, ոմանք նաև կարող են այցելել իրենց ծնողներին, թեկուզ գերեզմաներ, նաև ոմանց ընտանիքում ավելացում կլինի, կարող է ծանոթանալ դեռ եղբոր կամ քրոջ ընտրյալի հետ, նաև կարող եք առողջությամբ զբաղվել, ինչ-որ մի բան անել, սկսել առողջ ապրելակերպ կամ հատուկ ինչ-որ պրոցեդուրա անեք, կապված ինչ-որ առողջության հետ յուրաքանչյուր բան, նաև այդ օրը օձի հետ վեճ, տեսնում ենք, վեճ է, կամ այստեղ մարդը կարող է լինել ավելի իմաստուն և մաքրել ավելորդ բաները, ավելորդ մարդկանց իր շրջապատից, շրջապատում զգում եք, որ այնպիսի մարդիկ կան, ովքեր որ ձեզ անհրաժեշտ չեն կամ դուք եք իրենց անհրաժեշտ ինչ-որ մի բանի համար և այստեղ մաքրում եք այդ մարդկանց, հանում եք ձեր կյանքից, բացի դա էլ սա ուղղակի վեճ կարող է լինել, զգում եք անդադ հայացքը, զգում եք անընդհատ իր վերաբերմունքը և ձկներից չի բացառվում, որ վիճեն, և այստեղ ուրիշ ինչ-որ բան չկա, ամենայն դեպս նաև այդ օրը կգտնվեք ձեր շրջապատում, ոմանք նաև կարող են հանդիպել կամ այստեղ նաև հեղինակության հարցն է, մի փոքր ուշադիր եղեք, կախված է որտեղ եք վիճում, այստեղ վեճը որտեղ է կայանում, դրա համար այստեղ մի փոքր ուշադիր եղեք ձեր հեղինակության հետ կապված, բայց ոմանց մոտ սա կարող է լինել, եթե կապ չունի այստեղ, կարող է կարիերայի փոփոխություն է, բարձրացում է, ճանաչում է նաև, և կամ շրջապատում եք լինելու, որտեղ որ նման մարդիկ կան, կամ ուղղակի լավն է ձեր շրջապատը, այնպիսի մարդիկ են, ովքեր որ ձեզ հարազատ են և ձեզ լավ եք զգում իրանց հետ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։